Մեկ տարի շարունակ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կգործի ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։ Ցուցադրությանը ներկայացված են աշխարհի 30 երկրի շուրջ 70 վավերագրողների վկայություններ, լուսանկարների, օրագրությունների, պաշտոնական նամակագրությունների եւ անձնական իրերի տեսքով։ Աշխարհը քաջատեղյակ էր տեղի ունեցող հանցագործությանը։ Ներկայացված են նաեւ թուրք վավերագրողներ, որոնք պետական գործիչներ են, նաեւ հոգեվոր գործիչներ, եւ ոչ միայն իրենց հուշագրություններում, այլ նաեւ ժամանակի մամուլում, օսմանյան թերթերում եւ նաեւ դատական գործընթացներում ուրեմն փաստագրեցին հայերի դեմ իրագործված ոճիրները։ Մենք գիտենք, որ Օսմանյան պետությունը առաջին պետությունն էր, ով վավերացրեց եւ ճանաչեց հայերի դեմ իրագործված ոճիրները, ուրեմն դատական գործընթացների միջոցով նաեւ։ Ես երբևէ չէի կարող պատկերացնի, որ որևէ կառավարություն կարող է սանձազերծել սեփական քաղաքացիների այսօրինակ բնաջնջում, կործանելով երկրի մեծագույն հարստությունը՝ մարդկային կապիտալը։ Իր հուշերում գրում է թուրք պետական գործիչ Մեհմեդ Ջելալ Բեյը։ Ջելալը այդպես էլ չկարողանալով կանխել հայերի դեմ շարունակվող սպանդը, հրաժարվում է նահանգապետի իր պաշտոնից։ 4 տարի կիսալուսնի ներքո հուշագրության հեղինակը վենեսուելացի զինվորական գրող Ռաֆայել դե Նոգալեսն է։ Նա հրաժարվում է առաջնորդել թուրքական ժանդարմներին եւ օսմանյան հետապնդումներից խուսափելու համար երկրից երկիր է փախչում։ Նոգալեսի վկայությունը արժեքավոր տեղեկություն է պարունակում վարագավանքի եւ այնտեղի հարուստ գրադարանի միտումնավոր ոչնչացման մասին։ Սարա Արոնսոնը Նիլ լրտեսական հետախուզական ցանցի հիմնադիրներից է։ Նա դառնում է հայերի դեմ կատարվող վայրագությունների ականատես, ապա թուրքական հետապնդումից խուսափելու համար ինքնասպան է լինում։ Սպանդի նահանգ Պոլսում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին հասցեագրված իր զեկուցագրում այսպես է անվանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Լեսլի Դեյվիսը Խարբերթի նահանգը։ Անտեսելով սեփական անվտանգությունը նա հյուպատոսարանի շենքում ապաստան է տալիս շատ հայերի, նյութական օգնություն տրամադրում նրանց, կապելով Միացյալ Նահանգներում բնակվող իրենց հարազատների հետ։ Սա լավագույն առիթն է, որպեսզի եւս մեկ անգամ հայ ժողովուրդը բարձրաձայնի իլուր ամբողջ աշխարհի, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր եւ այն առ այսօր կարիք ունի միջազգային ճանաչման իր բոլոր հատուցումներով հանդերձ։ Եվ մենք, որպես այսօրվա ապրողներ, բնականաբար մեր կեցվածքը պիտի լինի ամեն ինչ եւ ամեն բան ի գործ դնել, որպեսզի այն տեղի ունենա։ Եվ մեզանից շուրջ մի քանի տասնամյակ հետո կարծիք են կազմելու մեր սերունդները մեր մասին, թե մենք ինչպես ենք արձագանքել մեր հայրերի նկատմամբ ցուցաբերած այս ցեղասպանությանը։ Այս Նանսենյան վկայագիրն էլ վերջին ցուցանմուշն է, որ ձեռք է բերել Թանգարան ինստիտուտը բրազիլիաբնակ մի նվիրատուից, որը նաև ցեղասպանությունը վերապրողի ժառանգ է։ Բոլորովին օրերս ձեռք բերեցինք Նանսենյան վկայական, դրված հայոց ցեղասպանությունը վերապրած հաճենցի Սարգիս Ներսիսյանին, ինքը բացառիկ փաստաթուղթ է եւ այս վկայականը նաեւ ուրեմն նորվեգացի աշխարհահռչակ բևեռախույս Ֆրիծյոֆ Նանսենի ուրեմն նախաձեռնությունն էր, որը բավականին հեշտացրեց հայ գաղթականների կյանքը եւ հնարավորություն տվեց ազատ տեղաշարժվելու նաեւ։ Հայ եւ օտար բազմաթիվ մասնագետների, պետական, հասարակական կառույցների կողմից հայոց ցեղասպանության վավերագրման, փաստագրման գործընթացն այսօր էլ շարունակվում է։ Հայ ժողովուրդը քաղաքակիրթ մարդկության հետ շարունակում է պայքարել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ այլևս որևէ երկրում, որևէ ժողովրդի դեմ ցեղասպանության հանցագործությունը կանխելու համար։